Նոր ավիափոխադրող հայկական շուկայում Air Cairo, եգիպտական ավիաընկերություն, հունիսի 20-ից շաբաթը 2 անգամ, կանոնավոր չվերթեր Զվարթնոց օդանավակայանից դեպի Հուրգադա եւ Շարմ էլ-Շեյխ, ժամանակակից Airbus եւ Boeing օդանավերով։ Անցկացրեք ձեր հանգիստը Կարմիր ծովի ափին գտնվող շքեղ հյուրանոցներում։ Air Cairo ավիաընկերության պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում Անրիվա տուր օպերատոր, գլխավոր գրասենյակ Կոմիտաս 20, հեռախոսներ 060 611 110, 010 222 865։ Անցած ծրագրերի ընթացքում ես հասցրեցի շփվել արդեն 3 ձեր կողմից սիրված հեռուստասերիալի աստղերի հետ՝ Նանդիշ Սինհի, Ռոհիտ Հուրանայի եւ Վինիտ Ռայինայի։ Եվ հա այսօր ունեմ առիթ հանդիպելու միանգամից 2 հանրահայտ աստղերի հետ։ Դե ինչպես տեսնում եք նկարահանման հրապարակում ամենուրեք շարժական հանդերձարաններ են, ահա դրանցից մեկը եւ ամենակարևորն է յուրաքանչյուր հանդերձարանում կա մեկ աստղ, որը պատրաստվում է իր նկարահանմանը։ Այստեղ է գտնվում այս պահին եւս մի սիրված դերասան, որը նկարահանվում է շատ եւ շատ հեռուստասերիալներում, Աջուն Բուջլանին, որի հետ էլ հենց հիմա կփորձեմ ծանոթանալ։ Վարդան Սարգսյան, ամենաճամփորդասեր մարդկանցից մեկը։ Hi Arjun. Այո, համեցիր, ինչպես ես։ Fine. Hi, my name is Vartan. Շատ ուրախ եմ։ I'm from Armenia. I have Arjuna, can I see it? Որը եւս զբաղված է շատ հիմա նկարահանման process-ով, ասեք ինձ խնդրեմ ինչպես եք, ինչ ֆիլմում եք հենց հիմա պատրաստում նկարահանվել, մի փոքր շեղեմ ձեզ աշխատանքից եւ փորձեք շփվել ձեզ եւ մեր հեռուստադիտողի հետ։ Այս պահին նկարահանվում եմ նոր հեռուստասերիալում, որը բավականին հետաքրքիր սյուժե ունի։ Այն սիրո մի պատմություն է։ Երիտասարդը ապրում է Հնդկաստանում, իսկ նրա սերը Ավստրալիայում։ Եվ ահա սյուժեն կառուցված է նրանց սիրո պատմության վրա։ Նրանք տարբեր խնդիրների միջով են անցնում։ Տարբեր փորձություններ են նրանց սպասում իրենց սիրո ճանապարհին, մինչ վերջում կհասնեն միմյանց։ Գիտես, ես իմ կարիերայի ճանապարհին շատ եւ շատ գեղեցիկ ռոմանտիկ սերիալներում եմ նկարահանվել, բայց սա ամենագեղեցիկն է։ Վստահ եմ, սերիալը կունենա հեռուստադիտողների մեծ բանակ, եւ քանի որ գիտեմ հիմա Հայաստանում եւս շատ են սիրում մեր հեռուստասերիալները, հուսով եմ այս մեկը եւս կհասնի ձեր հեռուստադիտողներին եւ կունենա մեծ ճանաչում։ Իսկ այդ դեպքում Հայաստանի բնակիչները սիրով կդիտեն այս սերիալը, քանի որ այն իսկապես շատ հետաքրքիր է։ Հուսամ այս խոսքերս կիրականանան։ Աջունը շատ հայտնի է Հնդկաստանում։ Դրանում կարելի է նույնիսկ համոզվել հետևելով նրա սոցցանցերի էջերին։ Միլիոնավոր երկրպագուներ աշխարհի տարբեր երկրներից հետևում են այս տաղանդավոր երիտասարդի գործունեությանը։ Իսկ ծնվել է նա 1982 թվականին Մումբայ քաղաքում։ Ավարտել է տեղի մասնավոր դպրոցն ու քոլեջը։ Երբ Աջունը 19 տարեկան էր, մահանում է նրա հայրը, եւ ընտանիքի ողջ հոգսերը մնում են երիտասարդ հեռուստասերիալը, որտեղ նա հրավեր է ստանում նկարահանվելու հանրահայտ դերասանուհի անցած ուղուց եւ հասնենք այսօրվան, հետաքրքիր ինչ ֆիլմերում եք դուք ներկայացրել, հեռուստասերիալներ, ֆիլմեր, մի խոսքով խոսենք այդ ամենի մասին։ Ճանապարհս եղել է բավականին երկար եւ շատ բարդ։ Ունեցել եմ շատ դժվարություններ, կար մի ժամանակ, որ նույնիսկ մտածում էի անիմաստ եմ զբաղվում այս մասնագիտությամբ։ Ինձ մոտ հաջողություն չի լինում, քանի որ հարկավոր էին մեծ կապեր, բայց արի ու տես, որ ամեն բան ստացվեց։ Ունեցել եմ շատ դերեր, որոնք սիրով եմ կերտել։ Խաղացել եմ թե զինվորականի, թե բիզնես մագնատի, թե աղքատ երիտասարդի դերերում։ Այս բոլոր դերերում ես հանդես էի գալիս հավասար աշխատասիրությամբ եւ լրջությամբ։ Կարծում եմ, հենց դա է հաջողության գաղտնիքը։ Բայց գիտես, Վարդան, սկզբում ինձ բացարձակ դուր չէր գալիս իմ խաղը։ Այդ ժամանակ ես ընդամենը 21 տարեկան էի։ Ես դիտում էի սերիալը եւ հասկանում էի, որ կարող էի ավելին, ինչ որ բան թերի էր ինձ համար։ Ազատ ժամանակ վերցնում էի պայուսակս, որի մեջ շատ բան չկար, փոքրիկ բրդուճ, 2 կամ 3 շապիկ, ջուր եւ վերջ։ Ես գնում էի տարբեր ֆիլմերի նկարահանումների հրապարակ եւ ժամերով հետևում դերասանների խաղին։ Դա ինձ շատ օգնեց շատ գաղտնիքներ բացահայտելու եւ տաղանդը զարգացնելու մեջ։ Իսկ այսօր ես անverջ աշխատում եմ։ Ամեն օր կարդում եմ տարբեր սցենարներ, սովորում եւ ծանոթանում տարբեր դերերի։ Ես աշխատում եմ օրվա ընթացքում 15 ժամ։ Սա է իմ կյանքը։ Ես անում եմ այդ ամենը միմիայն սիրով։ Եվ եթե արդեն ձեզ մոտ Հայաստանում եւս ունեմ երկրպագուներ, ուրեմն իզուր չէ այս ամենը։ Ողջունում եմ եւ համբույրներս եմ ուղարկում յուրաքանչյուրիդ։ Իդեպ Աջունի հետ շփումը շատ հետաքրքիր է։ Նա նույնիսկ խնդրեց ինձ սովորեցնել մի քանի հայկական խոսքեր։
Սիրում եմ քեզ Հայաստան. Yeah. Great. Not bad. Yeah. Դե այսպեսի հայկական խոսքեր մեր եթերում ինձ հետաքրքիր է հնդկական հեռուստասերիալները շատ սիրված են ամբողջ աշխարհում իսկ դուք բացի հնդկականից որ երկրի հեռուստասերիալներն եք սիրում Շատ երկրների հեռուստասերիալներ հաճույքով դիտում եմ։ Նույնիսկ մի քանի նման հեռուստաալիքներ ունեմ տանը։ Այս պահին սիրով եւ հետաքրքրությամբ դիտում եմ մեքսիկական կամ միգուցե սխալվում եմ ոչ թե մեքսիկական, այլ իսպանական մի հեռուստասերիալ, որն անվանվում է La Reina del Sur, ինչը թարգմանաբար նշանակում է Հարավի թագուհին։ Մի շատ տաղանդավոր դերասանուհի է նկարահանվում այդ ֆիլմում։ Ֆիլմն ինչ խոսք իրոք շատ հետաքրքիր է։ Ամեն օր սպասում եմ այդ ժամին, թե երբ պետք է դիտեմ սերիալի հաջորդ սերիան։ Դիտում եմ այն կնոջս հետ միասին եւ խորհուրդ կտամ բոլորին դիտել այն։ Ֆիլմն իրականում պատմում է երիտասարդ մեքսիկուհու մասին, որի անունն է Տերեզա Մենդոս, որի կյանքը վտանգվում է սիրեցյալի մահից հետո։ Նա փախնում է այլ երկիր, որտեղ էլ դառնում է աշխարհի ամենահարուստ կանանցից մեկը։ Թե սյուժեն, թե դերասանական կազմը ուղղակի իդեալական է ինձ համար։ Բացի այդ հետևում եմ եւս մի հետաքրքիր սերիալի, որն անվանվում է Սիլվանա Սին Լավա։ Այն եւս հետաքրքիր է եւ բացարձակապես այլ ժանրի մեջ է նկարահանված։ Մի խոսքով, եթե սերիալը հետաքրքիր է եւ չի ձանձրացնում, ուստի մարդ կարող է հաճույքով դիտել դրան։ Իսկ այդ նույն սերիալի դերասանները այդ ամիսների ընթացքում կարծես դառնում են հարազատ եւ մարդիկ սկսում են ապրել այն ամենը, ինչ ֆիլմի հերոսները, մի պահ մոռանալով, որ դա ընդամենը ֆիլմ է։ Հասկանալի է։ Եվ վերջում, քանի որ ցավոք սիրելի հեռուստադիտողներ, դուք դեռևս առիթ չունեք դիտելու այն հեռուստասերիալները, որոնց մասին քիչ առաջ նշվեց, կցանկանայի, որպեսզի դուք հիմա ողջունեք հեռուստադիտողներին, որոնք շատ շուտով վստահ եմ դիտելու են ձեր ֆիլմերը։ Այո, ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր հեռուստադիտողներին, ովքեր դիտում են հնդկական հեռուստասերիալներ, եւ կարեւոր չէ, այդ սերիալում ես նկարահանվել եմ թե ոչ։ Շատ հաճելի է, երբ քո երկրի արտադրանքը պոպուլյար է որևէ երկրում։ Հուսով եմ, շուտով կծանոթանաք նաեւ իմ այլ դերերին եւ ֆիլմերին, որտեղ ես հանդես եմ գալիս։ Հուսամ առիթ կլինի մեկ անգամ գոնե այցելել Հայաստան, տեսնել այդ գեղեցիկ երկիրը, իսկ մարդկանց, որոնք ծանոթ են իմ ֆիլմերին եւ դերերին, առանձնահատուկ ողջույններ։ Ասեմ, իմ բոլոր նոր աշխատանքները հասանելի են համացանցում։ Կարող եք հետևել իմ աշխատանքներին։ Հուսով եմ, որ դրանք ձեզ դուր են գալիս։ Իսկ այս պահին եւս մեկ անգամ ջերմ ողջույններ եմ ուզում փոխանցել ամբողջ հայ ազգին։ Շնորհակալություն հայտնելով եւս մեկ անգամ իմ երկրի հեռուստասերիալներին եւ ֆիլմերին ուշադրություն դարձնելու եւ այդքան սիրելու համար։ Դա մեզ, հավատացեք, շատ հաճելի է։ Դե իսկ վերջում բնականաբար լավագույն հայկական սուրճերը, որոնք ուզում եմ նվիրել ձեզ, հիշեք այս անունը Rio Grande։ Rio Grande սուրճերը նվիրում եմ ձեզ Rio Grande։ Ես սա լավագույն հայկական սուրճերն են, որոնք կարող եք վայելել անվերջ օրվա բոլոր ժամերին։ Սա ձեզ հուսով եմ ձեզ եւս շատ դուր կգա, ինչպես ինձ եւ բոլոր մեր հայրենակիցներին, որոնք ապրում են Հայաստանում։ Thank you so much։ Շնորհակալ եմ, շատ հաճելի է խոսել քեզ հետ։ Շնորհակալ եմ շատ։ Այսքանը սիրելի հեռուստադիտողներ, ես շարժվեմ առաջ։ Նոր ավիափոխադրող հայկական շուկայում Air Cairo, եգիպտական ավիաընկերություն, հունիսի 20-ից շաբաթը 2 անգամ, կանոնավոր չվերթեր Զվարթնոց օդանավակայանից դեպի Հուրգադա եւ Շարմ el-Շեյխ, ժամանակակից Airbus եւ Boeing օդանավերով։ Անցկացրեք ձեր հանգիստը Կարմիր ծովի ափին գտնվող շքեղ հյուրանոցներում։ Air Cairo ավիաընկերության պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում Անրիվա տուր օպերատոր, գլխավոր գրասենյակ Կոմիտաս 20, հեռախոսներ 060 611 110, 010 222 860 Մեզ մնացած 10 օր այստեղ մնալ, որպեսզի ազատվես մեր ամուսնությունից։ Պարոն Արնավ, Տիկին Քուշի հեռախոսն է զանգում։ Քուշին որտեղ է։ Ասել էի կանչես նրան։ Ասացի նրան, բայց չգիտեմ թե նա որտեղ է։ Մենք պետք է խոսենք։ Դու գնա, հիմա կգամ։ Ահա հատված եւս մի շատ սիրված հեռուստասերիալից, որն անվանվում է Ինչ կոչել այս սերը։ Ֆիլմը շատ ճանաչված է ոչ միայն մեզ մոտ Հայաստանում, այլև շատ եւ շատ այլ երկրներում։ Իսկ հեռուստասերիալում նկարահանված դերասանները արդեն իսկական աստղեր են։ Նրանցից մեկը, Բարուն Սոպտին, ունի մեծ քանակությամբ ֆան ակումբներ եւ երկրպագուներ աշխարհի տարբեր երկրներում։ Ծնվել է Բարունը 1984 թվականին Դելի քաղաքում բավականին կայացած եւ ֆինանսապես ապահով մի ընտանիքում։ Բարունը ունի 2 մասնագիտություն։ Նա ոչ միայն դերասան է, այլ նաեւ մոդել։ Բայց չնայած դրան, նրա առաջին աշխատանքը եղել է տեղի ֆիրմաներից մեկում։
նա աշխատում էր որպես մենեջեր։ Իդեպ Բարունի հետ հանդիպելը երևի թե ամենաբարդ խնդիրն էր ինձ համար այստեղ Հնդկաստանում։ Դերասանը բավականին ծանրաբեռնված է աշխատանքով եւ ինձ հետ հանդիպելու ժամանակ գրեթե չուներ։ Բայց իմ աշխատասիրությունը եւ ձեր սերը նրա հանդեպ օգնեցին ինձ, որպեսզի այս հանդիպումը տեղի ունենա։ Դե ինչ վերջապես մենք հանդիպեցինք եւս մի շատ սիրելի ձեր դերասաններից մեկի հետ, Բարունի հետ, ով իմ կողքին է եւ այս պահին կպատասխանի այն բոլոր հարցերին, որոնք ուղղում եք դուք սիրելի հեռուստադիտողներ։ Բարոն, hello, ողջույն, my name is Vardan. Yeah. Նախ շնորհակալ եմ, որ համաձայնեցիք վերջապես այս շոքին երկարատև բանակցություններից հետո հանդիպել։ Միանգամից ուզում եմ խոսել առաջնային այն ֆիլմի մասին, որը հեռարձակվում է այսօր Հայաստանում։ Ֆիլմը կոչվում է Ինչ կոչել այս սերը։ Եվ ձեզ առասարակ Հայաստանում հիմնական ճանաչեցին եւ հենց այդ ֆիլմից հետո կուզեի խոսեինք առաջնային հենց այդ ֆիլմի մասին։ Նախ բարի գալուստ Հնդկաստան։ Խոսեմ ֆիլմից։ Ֆիլմն ինչ խոսք, հրաշալի է։ Այն սիրված է 60-ից ավել երկրներում, որտեղ սերիալը հեռարձակվում է։ Շատ մեծ եւ պրոֆեսիոնալ թիմ է աշխատել այդ ֆիլմի ստեղծման ժամանակ։ Եթե չգիտեք, նշեմ, որ ի սկզբանե ֆիլմը գրված է եղել այլ սցենարով, սակայն դերասանական կազմի ընտրության ժամանակ խնդիրներ են առաջացել, ինչի արդյունքում սցենարում լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել։ Նախապատրաստական աշխատանքները տևել են 8 ամիս եւ ի վերջո 2011 թվականի հունիսի 1-ին սկսվեցին նկարահանումները։ Նկարահանումները տեղի էին ունենում վաղ առավոտից մինչև ուշ գիշեր։ Իհարկե շատ դժվար էր, բայց աշխատանքը բավականին հաճելի էր։ Բայց ինչն է հետաքրքիր, որ նկարահանման ժամանակ սերիալն արդեն հայտնվեց եթերում, եւ այնպես ստացվեց, որ հաճախ նույնիսկ մենք որևէ սերիա նկարում էինք, եւ այն մի քանի օր հետո արդեն ցուցադրվում էր։ Ուստի հաճախ նույնիսկ մենք դերասաններս չգիտեինք ինչ է սպասվում մեր կերպարներին մի քանի սերիա անց։ Ես չգիտեմ այս պահին Հայաստանում հեռուստատեսությամբ որ սերիան են ցուցադրում, բայց եթե դեռ ցույց չեն տվել, նշեմ, որ գալիս է մի պահ, երբ ինձ առևանգում են։ Շատերը կարծում են, որ դա ի սկզբանե սցենարով եղել է հենց այդպես, բայց ոչ, իրականում ես այդ ժամանակ հրավեր էի ստացել նկարահանվելու եւս մի ֆիլմում, որը շատ կարեւոր էր ինձ համար։ Ուստի ֆիլմի սցենարիստները, հարգելով իմ ցանկությունը, փոփոխեցին ամբողջությամբ սցենարը, եւ ես մի պահ բացակայեցի նկարահանումներից, բայց հետո բնականաբար վերադարձա։ Այո, իհարկե, դրա համար էլ գործարքը։ Ով կա։ Հիմա շատ կցանկանայի խոսել նաև իմ կերպարից։ Ասեմ, որ Արնավի կերպարը բացարձակ նման չէ իմ իրական կյանքին։ Ես շատ եմ տարբերվում նրանից, եւ հետո ես իրական կյանքում շատ հանգիստ եւ շփում սիրող անձնավորություն եմ։ Ուստի մի փոքր դժվար էր կերտել այն կերպարը, որը ինձ բացարձակ նման չէ։ Իդեպ ի սկզբանե Բարունի փոխարեն այդ սերիալում պետք է հանդես գար Կարան Սինգ Գրովետան, որի համար հենց գրվել է ֆիլմի սցենարը։ Իսկ Սանայա Իրանի փոխարեն պետք է նկարահանվեր հայտնի դերասանուհի Շրաթու Արյունը։ Ֆիլմի հաջողությունը պրոդյուսերները կապում են հենց այս երկու դերասանների հետ։ Սակայն նկարահանումներից առաջ Կարանը ստանում է ավելի լուրջ բոլիվուդյան ֆիլմում նկարահանվելու հրավեր եւ հրաժարվում է Ինչ կոչել այս սերը հեռուստասերիալում նկարահանվելու։ Նրա ետևից գնում է նաև Շրաթ Խան։ Եվ ահա սկսվում են նոր դերասանների փնտրտուքները։ Իսկ սցենարը ամբողջությամբ փոփոխվում է։ Դա բայց դեպքում եւս մի հարց, ես գիտեմ, որ հիմա նկարահանվում է կամ ուզում եմ հարցնել, արդյոք նկարահանվում է այդ ֆիլմի շարունակությունը, թե ոչ, եթե այո, շատ մեր հեռուստադիտողներ նշում են, որ Սանայան այդ ֆիլմում այլևս չկա։ Կա այդպիսի լուրերը ճիշտ են, թե ոչ։ Այո, այս պահին նկարահանվում է, սակայն ես այդքան էլ համաձայն չեմ, որ դա շարունակությունն է։ Ի տարբերություն օրինակ առաջին եթերաշրջանի, Սանայան ինձ հետ չի լինի։ Չեն լինի նաև այլ դերասաններ, որոնց գիտեն եւ սիրում են արդեն նաև Հայաստանում։ Կլինեն նոր կերպարներ եւ նոր դերասաններ, սակայն միանգամից նշեմ, որ ֆիլմի հետաքրքրությունը դրանից չի տուժելու։ Նորից կլինի հետաքրքիր եւ գեղեցիկ հեռուստասերիալ, այնպես որ անպայման հետո խորհուրդ կտամ հետեւել նաեւ այդ եթերաշրջանին։ Խոստանում եմ, կլինի շատ եւ շատ հետաքրքիր։ Իսկ ինչ վերաբերում է Սանայային, ասեմ, նա իմ լավագույն գործընկերուհին է, որին շատ եմ սիրում։ Երջանիկ եմ, որ առիթ եմ ունեցել նկարահանվելու նման տաղանդավոր դերասանուհու հետ։ Հավատացեք, նրա հետ աշխատելը միայն հաճույք է։ Իսկ ինչ վերաբերվում է սերիալում նոր զգեստներին, դա առանձին թեմա է։ Ամեն բան միշտ շքեղ եւ մաքսիմալ հնդկական։
Սցենարիստները ջանք չէին խնայում դրա համար, եւ այդ ամենը ինձ շատ եւ շատ դուր էր գալիս։ Մի խոսքով, շատ սիրում եմ Սանայային։ Լավ, այդ դեպքում եւս մի հարց, որը շատ հետաքրքրում է հեռուստադիտողներին, առասարակ ես այսօր ինչ հարց ուղղում եմ ձեզ, բոլոր հարցերը մեր հեռուստադիտողների կողմից են։ Նրանք հետաքրքրվում են շատ էջեր կան ձեր անունով, թե Facebook-ում, Instagram-ում, բոլորին հետաքրքիր դուք ունեք արդյոք օֆիցիալ էջ, որին նրանք կարող են ուղղել ձեզ շատ եւ շատ նամակներ։ Լավ է, որ նման առիթ կա այս պահին եւ կարող եմ պաշտոնապես նշել, որ ես որևէ պաշտոնական էջ չունեմ ոչ Facebook-ում եւ ոչ էլ Instagram-ում։ Տեղյակ եմ, որ կան իմ անունով բացված հարյուրավոր էջեր, սակայն ես դրանց հետ որևէ կապ չունեմ։ Օֆիցիալ գրանցված եմ միայն Twitter-ում, որից էլ ծանրաբեռնվածության պատճառով գրեթե չեմ օգտվում։ Եթե ամսվա ընթացքում մեկ անգամ հասցնեմ որևէ գրառում կարդամ Twitter-ում, դա եզակի երևույթ է։ Շատ զբաղված եմ եւ բացարձակապես սիրահար չեմ նման էջերի։ Դրա համար նորից նշում եմ, թե Facebook-ում եւ թե Instagram-ում ես որևէ էջ չունեմ։ Եթե որևէ մեկը ձեզ պատասխանում է իմ նկարներով պատրաստված էջից, ուրեմն իմացեք, դա ես չեմ հաստատ։ Իդեպ Բարունը միակ հեռուստատեսային դերասանն է Հնդկաստանում, ով արժանացել է միանգամից 4 մրցանակի, ինչ կոչել այս սերը հեռուստասերիալում նկարահանվելու համար։ अर्नव सिंह भाईजादा पर इस प्यार को क्या नाम Ինչ գիտեք Հայաստանի մասին? What you know about Armenia? Ցավոք, շատ բան չգիտեմ Հայաստանի մասին եւ շատ բան ասել այս պահին չեմ կարող։ Կցանկանայի շատ բան իմանալ ձեր երկրի մասին։ Եթե մեկ անգամ առիթ լիներ հայտնվել ձեր երկրում, կարծում եմ, ավելի շատ բան առիթ կունենայի իմանալու Հայաստանի մասին։ Գիտեմ, որ հեռուստասերիալը, որտեղ ես մարմնավորում եմ գլխավոր դերը, շատ պոպուլյար է ձեր երկրում։ Ես փաստորեն ունեմ մեծ երկրպագուների բանակ, որոնց շատ շնորհակալ եմ։ Այդ սերը ես զգում եմ մինչ Հնդկաստան։ Գիտեք, քանի որ ինչ կոչել այս սերը հեռուստասերիալը շատ հայտնի է ավելի քան 60 երկրներում, ես հրավեր եմ ստացել եւ մեկնել եմ դրանցից մի քանիսը եւ առիթ եմ ունեցել ինքս հանդիպել իմ երկրպագուներին, շփվել նրանց հետ։ Հուսամ կհաջողվի մեկ անգամ լինել նաեւ Հայաստանում եւ շփվել այնտեղ բնակվող իմ երկրպագուների հետ։ Շնորհակալ եմ շատ նման սիրո եւ գնահատականի համար։ Հավատացեք, ինչ Եվ վերջում ուզում եմ ձեզ նվիրել հայկական լավագույն սուրճերը, որոնք անվանվում են Rio Grande։ Այս սուրճերը ձեզ հետ կլինեն օրվա բոլոր ժամերին, երբ դուք նկարահանվում եք, երբ դուք հանգստանում եք, մի խոսքով այս սուրճերը հատուկ ձեզ համար մեր գլխավոր հոբանավոր Rio Grande-ի կողմից։ It's special for you Armenia։ Շնորհակալ եմ շատ։ Ես եւ կինս սուրճ շատ ենք սիրում։ Շնորհակալ եմ Բարուն, շնորհակալ եմ ժամանակ գտնելու համար։ Դե ինչ իմ ճանապարհորդությունը այստեղ Հնդկաստանում շարունակվում է։ Thank you։ Thank you։ Դե ինչ, ես շարունակում եմ փնտրել, գտնել եւ նկարահանել հնդկական հեռուստասերիալի աստղերին։ Եվ ահա հենց այս շենքում, իդեպ շենքը գտնվում է Մումբայից եւս բավականին հեռու, բնակվում է փոքրիկ Չակորը, ձեզ հայտնի թռիչք հեռուստասերիալից։ Հենց հիմա կբարձրանամ 12-րդ հարկ, որպեսզի գտնեմ նրան եւ ծանոթանամ եւ ձեզ էլ ներկայացնեմ որտեղ են ապրում, ինչով է զբաղվում, մի խոսքով կարծում եմ հետաքրքիր է լինելու թե ձեզ եւ թե ինձ։ Հաջորդ ծրագրում ես կհանդիպեմ փոքրիկ հրաշք Սպանդան Չատուրվեդին։ Իդեպ կհանդիպեմ նրան այցելելով բնակարան, որտեղ էլ փոքրիկը ապրում է ծնողների եւ քույրիկի հետ միասին։ Լավ, հիմա դու ինձ ասա, քանի որ դու նկարահանվում ես ֆիլմերում, ես վստահ եմ դու ունես շատ սիրված դերասան կամ դերասանուհի, կապ չունի հնդկական դերասան թե համաշխարհային, այլ մի աստղի, ում ես շատ սիրում եւ ում ես փորձում նմանակել դու։ Էքսկլյուզիվ հանդիպում ձեր սիրելի Չակորի հետ։ Ինչ պայմաններում է նա ապրում, ինչով է զբաղված եւ ինչպես է կարողացել այս տարիքում հասնել նման հաջողությունների։ Բաց չթողնեք։ Նոր ավիափոխադրող հայկական շուկայում Air Cairo, եգիպտական ավիաընկերություն, հունիսի 20-ից շաբաթը 2 անգամ, կանոնավոր չվերթեր Զվարթնոց օդանավակայանից դեպի Հուրգադա եւ Շարմ էլ Շեյխ, ժամանակակից Airbus եւ Boeing օդանավերով։ Անցկացրեք ձեր հանգիստը Կարմիր ծովի ափին գտնվող շքեղ հյուրանոցներում։ Air Cairo ավիաընկերության պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում Անրիվա տուրօպերատոր, գլխավոր գրասենյակ Կոմիտաս 20, հեռախոսներ 060 611 110, 010 222 865